Միսիկները պատրաստ են։ Բա ինչ ենք անիլ։ Դուք որ ցույց տաք, արդեն պարզ կլինի մարդկանց, թե ես ինչի եմ ընտրել աղավնավանքը։ Դիլվադոսը կարողացավ փոխել մարդկանց մոտ ընկալումը մրգային օղիների։ Ֆրանսիական եւ հայկական մշակույթները իրար sense միքսել են եւ ստացել են նոր պրոդուկտ։ Դիլվադոս։ Սա պարզապես ուտելու վայր չէ, սա նախ եւ առաջ քո ստեղծած մրգօղիների միջոցով աշխարհը բացահայտելու վայր է։ Ես փորձում եմ Դիլվադոսով մարդկանց փոխանցել նաեւ ճիշտ խմելու մշակույթը։ Մինչ այդ ձիով նախաճաշը բարձրացնում են տղաները, խարույկը վառում են։ Բժիշկ, հետո արդեն տեխնոլոգ, չեմ վախենա ասել, ստեղծարար, որովհետև սա մի ամբողջ գաղափար է փաստորեն մեկ շշի մեջ։ Ես փորձեցի տրադիցիոն խմիչքը ներկայացնել նոր ձևով։ Հաղորդման գլխավոր գործընկեր Բալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Բարի գալուստ Տավուշի մարզի ամենաչքնաղ գյուղերից մեկը, Աղավնավանքը։ Ես այս գյուղում շատ հաճախ եմ լինում եւ ինձ այստեղ զգում եմ ինչպես իմ տանը։ Առհասարակ ինձ համար երբ որ ասում ենք տուն, դա ինձ համար ոչ միայն իմ բնակարանի պատերն են, այլ նաեւ Հայաստանի յուրաքանչյուր անկյունը, անկախ այն բանից բացահայտված է, թե բացահայտված չէ։ Ես ինքս շատ եմ ճամփորդում եւ գրեթե ամեն շաբաթ կիրակի իմ ընտանիքով լինում եմ Հայաստանի որևէ մի փոքրիկ գյուղում, քաղաքում, վայելում եմ բնությունը եւ փորձում եմ նաև օգտակար լինել իմ ներկայությամբ։ Եվ այսօր ես այստեղ եմ Աղավնավանք գյուղի Դիլվադոս նախագծում, որը հիմնել է իմ շատ լավ ընկեր Առնակ Ավետիկյանը, եւ հենց հիմա ես նրա հետ կհանդիպեմ եւ մենք հրաշալի օր ենք ունենալու, այնպես որ հետևեք մեզ եւ դրանից հետո նաև հետևեք ինձ եւ եկեք այստեղ։ Վաղուց չէ եկել, չէ՞ մի շաբաթ։ Ոնց ես։ Իսկ այդ գիտես ինչն է հետաքրքիր, նույնիսկ մի շաբաթ եթե չեմ գալիս, զգում եմ էլի փոփոխություն, էլի մի նոր բան ես ավելացրել, Սանի։ Անպայման։ Ոնց ես։ Նայ Ես գիտեմ, որ մեզ շատ լավ օր է սպասում, ինչպես ամեն անգամ, եւ շատ ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր նայում են, իրենք էլ տեսնեն, ոգևորվեն եւ սկսեն հետեւել իմ օրինակին։ Ինչ է այսօրվա ծրագիրը։ Այսօրվա ծրագիրը ոչ սիստեմավորված էմոցիոնալ լավ օր։ Ես բայց առաջարկում եմ մենք իրար հետ սկսենք համով մի բան խմելուց։ Անպայման։ Դա առաջներդ է։ Խմելն է ամենակարևոր բանը։ Բայց ես մի հատ փոքր առաջադրանք ունեմ։ Քանի որ ես թունդ խմիչքներ չեմ կարողանում խմել, ես առաջարկում եմ մենք այսօր իրար հետ մի փոքր համադրություններ անենք, կոկտեյլներ սարքենք։ Անպայման, իհարկե։ Դիլվադոս օղիներով եւ Armenia Wine-ի գինիներով։ Ինչ կարծիքի ես։ Հոյակապ։ Դե գնանք սկսենք կոկտեյլներ, այ մարդկանց պատմենք առհասարակ որտեղ եմ ես եւ ինչա Դիլվադոսը։ Գնացինք։ Սանի, արի։ Առնակ հիմա նրա համար, որ մարդիկ հասկանան առհասարակ ինչա Դիլվադոսը, մի քանի բառով ուզում եմ պատմես, հետո նոր սարքենք կոկտեյլը։ Մի քանի բառով, շատ դժվար է ասել, այո։ Մի քանի բառով։ Ես միտքս հետևյալն էր, տրադիցիոն խմիչք, հայկական, բայց նոր աշխարհանկարգ, այսինքն նոր ձևաչափով ներկայացնել մարդկանց, նոր պատետավորմամբ, միտքս այդ էր, եւ երկրորդ առաջինը դա, երկրորդը այն էր, որ ինչի ստեղծեցի, այս ամեն ինչը, որպեսզի մարդկանց համոզեմ,
Երևանից դուրս գան եւ գան այցելեն իրենց մարզերը։ Այո։ Ես էլ Տավուշը շատ եմ սիրում եւ ընտրեցի այս գյուղը։ Հիմա ահագի մարդ գալիս է այս գյուղ։ Եվ իրոքից որ իմ փոքր լուման ունեմ այդ կողմ, շատ փոքր է։ Բայց դու Տավուշեցի չես, չէ՞։ Բայց ոնց որ դարձել ես քիչ-քիչ։ Ոչ թե քիչ-քիչ արդեն Տավուշեցի եմ։ Բարբարով կարողանում ես խոսել։ Ինչ դեն գուտի լեսը։ Բա ինչ դեն կանի լեսը։ Ես հասկացա, այսինքն մենք խոսելու ենք նաև Դիլվադոս օղիներից։ Մանրամասն կխոսենք դրա մասին եւ այն մասին թե մարդիկ գալիս են այստեղ ինչ են կարողանում անել։ Սկզբի համար սկսենք մեր բարի գալուստի խմիչքից։ Այո։ Եվ պատմի ինչ կոկտեյլ է սարքում։ Ուրեմն այսօր օգտագործելու ենք Դիլվադոս սերկևիլը, օգտագործելու ենք Արմենիա վայնզի ուրեմն ռոզեն եւ հոնի տնական հյութ։ Կոմպոտ։ Ես արդեն մտքումս վայելում եմ։ Սովորաբար նայեք, սա էլ է մրգային օղիների ներկայացման նոր ձև եւ այնպիսի բաղադրություն ունի, ինգրեդիենտներ ունի, որ տանը շատ հեշտ է իրան սարքել, շատ է, այսինքն բարդ որևէ բան չկա եւ մրգային օղիները շատ հանգիստ կարելի է տարբեր կոկտեյլների մեջ օգտագործել։ Ուրեմն սերկևիլն ենք լցնում։ Քեզ տեսնեմ։ Ես հավատում եմ քո ուժերին։ Հաջորդը հոնի կոմպոտն է։ Բայց աղավնավանքի հոն է առնակ։ Այո, բա ոնց։ Հիմա ավելացնում ենք ուրեմն ռոզե գինի։ Այս խաղում գինին հետաքրքիր նրբություն կտա, ինձ թվում է այս կոկտեյլին։ Շատ խաղուն կդարձնի ավելի։ Ինքը շատ լայն սպեկտրի արոմաներ ունի այս կոկտեյլը, ու բայց շատ պարզ է, շատ պարզ է, որ բոլորը կարող են իրենց տներում պատրաստել։ Դե բարով եք եկել, բարով տեսանք։ Շնորհակալություն, ես ամեն անգամ ձեզ հյուրընկալելու, Էմիլի ջան։ Մերսի շատ։ Cheers։ Փորձեմ։ Լավն է։ Քաղցրություն, դառնություն, լավ բալանսավորություն, բալանսավորված։ Հրաշալի։ Մենք մեր առաջին նախուտեստը կարողանալու ենք, չէ՞, համադրել հենց այս կոկտեյլի հետ։ Հենց նախուտեստն էլ ստեղծված է հենց այս կոկտեյլի համար։ Այո, դե ինչ։ մեզ լավ է։ Անցան գործի։ Մինչ Դիլվադոս մրգային օղիների բրենդի հիմնադիր իմ լավ ընկեր Առնակ Ավետիկյանը նախապատրաստվում է մեր առաջին նախուտեստին, ես ուզում եմ հիշեցնել, որ իմ սիրելի գործընկեր, Հերմնե Դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը բազմաթիվ նախագծեր է իրականացնում ոչ միայն Երևանում, այլ նաև Երևանից դուրս։ Բազմաթիվ մեծ բիզնեսներ իրենց աշխատանքները վստահում են հենց իմ սիրելի Վալան գրուպին։ Իսկ հիմա առաջարկում դիտել մի տեսանյութ հենց այդ մասին։ Սա մի յուրահատուկ հյուրանոց է, կառուցված հենց անտառի սրտում, բնության գրկում։ Այն ամենակարևոր գաղափարով է առաջնորդվել՝ մարդուն նույնիսկ իր սենյակում չկտրել բնությունից։ Քաղաքային փակ տարածքներին հակառակ այստեղ մարդը դառնում է բնության մի մասնիկ, զգում հողը տակով, տեսնում ծառերն իր շուրջը, շնչում ծաղիկների բույրը, իսկ երբեմն էլ լսում քամում մեղմ շշունջը։ Վալան գրուպ ընկերությունը կարողացավ ճարտարապետական լուծումների միջոցով հատկապես մեծ շարժական պատուհանների կիրառմամբ ստեղծել այնպիսի մի տարածք, որը միաժամանակ ապահովում է հարմարավետություն ու բաց տարածության զգացողություն, չխախտելով մարդու կապը շրջապատող բնական միջավայրի հետ։ Այս հյուրանոցը իր ձևով եւ գաղափարով իրականացնում է մի պարզ, բայց ուժեղ նպատակ՝ մարդուն վերադարձնել բնության մեջ առանց դրան դուրս բերելու հարմարավետությունից։ Հիմա Առնակը արդեն պատրաստելու է նախուտեստը, ես անհամբեր սպասում եմ, իդեպ ասեմ Առնակ, կոկտեյլը ինչքան մնում է, այդքան ավելի լավն է դառնում։ Բացում է, չէ՞։ Հա, շատ յուրահատուկ է, դարձավ իմ ամենասիրելի կոկտեյլներից մեկը։ Եվ այսպիսով
Դու պատրաստ ես, ես վայելեմ։ Այսօր ես ոչինչ չեմ անել։ Չէ, ես բժիշկի ձեռքեր է, սա ստերիլ է, ոսի Արնակ ավելին ասեմ, քո ձեռքը ինչին կպնում է, էլ ավելի համով է դառնում, այնպես որ ձեռքերով քո նման պատրաստ ես։ Ուրեմն նստում ենք վարունգը, բողկը, վերցնում ենք սխտորի տերևները։ Սա վայրի սխտորն է, թե։ Չէ, մենք ենք աճեցնում, հենց այստեղ։ Այո, հենց այստեղ աճեցնում ենք։ Սամիթը եւ թարխունը մի փոքր կտրտում ենք, որ իրենց ուրեմն այդ համն ու հոտը ավելի ինտենսիվանա։ Բայց շատ մանր չես կտրում, ինչքան հասկացա, ավելի շատ օգնում ես, որ բացվեն բացվի, այո, գույները բացվի։ Հիմա այսպես դնում ենք իր վրա, հետո մի փոքր ծխեցրած իշխանը, կտրում ենք լիմոնը, եւ նստում ենք զեյթունի ձետը։ Եվ պատրաստ եմ։ Վերջ, այսքան բան։ Վաու։ Սա իդեպ նախաճաշին թերխաշձրով շատ համով է։ Ես պիտի փորձեմ։ Բնական կարակ եւ էս աղցանը եւ թերխաշձու եւ մեկ բաժակ ինչ կուզեք։ Ես համեստություն եմ անում, էլի։ Չեմ ասում անպայման դիլվադոս։ Տեսեք ինչ գույներ եւ գույնն էլ է անմահական, առնակ չեմ համբերում, երբ ենք անցնելու սեղանի շուրջ եւ փորձենք։ Գնացինք։ Շնորհակալություն, մերսի շատ։ Հերմին է, բարով տեսանք, բարով եք եկել։ Այո, այո։ Բժիշկի կողմից առողջություն։ Ես անհամբեր եմ եւ ուզում եմ փորձել ճիշտն ասած։ Ոյ, ոյ, ոյ։ Այ։ Էփելա։ Շատ համով է։ Ինչ հաճելի է, որ ոչ թե ես եմ պատրաստել եւ հյուրասիրում, այլ ինձ համար են պատրաստել եւ առնակ նրա համար, որ մարդիկ հասկանան, թե ինչու ես դու միշտ ասում բժշկի կողմից առողջություն եւ ինչու է դիլվադոսի շշերի վրա գրվում դիլվադոս by dog։ Ես կուզենամ դու պատմես քո կյանքի պատմությունը, որ մարդիկ հասկանան, ով ես եղել դու մինչ դիլվադոսը հիմնելը։ Ինչ դիլվադոս հիմնել է, էլի ես եմ եղել, ուրիշ ոչ մի չի եղել։ Ուղղակի աշխատել եմ որպես բժիշկ, այսինքն առաջի մասնագիտությունս բժշկությունն է, բժշկագիտությունը, սովորել եմ բժշկական համալսարանում, աշխատել եմ, այնուհետև ուրեմն աշխատանքս թողել եմ Երևանում եւ տեղափոխվել եմ Արցախ աշխատանքի ու օղիների թորումը սկսեց Արցախից։ Ես անկեղծ ասեմ, մինչ Արցախ գնալուց ես չէի օգտագործում օղիներ, մրգային օղիներ, բայց գիտեք Արցախում ինչ տարածված է այդ մշակույթը եւ ինստինկտիվան ես էլ այդ մշակույթի sense մի մասը փորձեցի կազմել, սկսեցի ես ինքս թորել եւ 3 տարի ապրեցի աշխատեցի Արցախում ու տեղափոխվեցի այդ ամեն ինչով Դիլիջան։ Բայց մինչև Դիլիջանը ես գիտեմ, որ դու Շուշիում նաև նախապատրաստվում էիր հիմնել մի բան, որը պետք է լիներ կրկին շատ յուրահատուկ, ինչպես դիլվադոսն է։ Ինչ է դա։ Այո, ուրեմն ես այն ինչ որ տեսնում եք, ես նույն կոնցեպտը ուզում եի անել Շուշի քաղաքում։ Գնացի այնտեղ մի շենք եւ որոշել եմ ռեստավրացիա անել, վերականգնել այդ շենքը ու ագին գործ արել եմ եւ ուզում եի տեղափոխվել ամբողջությամբ Շուշի, ապրել Շուշիում, լավ։ Բայց իհարկե գիտեք չստացվեց, բայց չենք ընկճվում, գնում ենք առաջ, այո։ Ուրեմն Շուշիում ինչն էր առանձնահատուկ, քանի որ իմ նախնիներս իրենք, այսինքն մամայի կողմից շատ
իրենք շուշեցիներ են, տեղափոխվել են Երևան 1920-ականներին։ Ուրեմն իմ նպատակը, այսինքն ոնց որ պապական իմ sense քաղաքը, լավ, ինչ որ մի լումա ունենալ այնտեղ եւ վերականգնել այդ շենքը եւ մարդկանց նորից ոնց որ հիմա եմ անում, համոզել գալ Արցախ, գալ Շուշի տեսնելու։ Եվ նաեւ ուրեմն այնտեղ շատ կարևոր բան կար, որ Շուշին ինքը հայկական պատմական մշակութային քաղաք է։ Այո։ Եվ շատ կարևոր էր իմ համար, որ այս ամեն ինչը լիներ Շուշիում։ Բայց ցավոք, նորից եմ կրկնում, չստացվեց, բայց այս գյուղը Ես շատ պատահաբար հայտնաբերեցի։ Երբ մինչև այս գյուղը տեղափոխվեցիք Երևան։ Չէ, տեղափոխվել եմ Դիլիջան։ Դիլիջանում նույնիսկ հող եմ գնել, նախագիծ եմ հաստատել եւ այլն, որ պետքա սկսենք արդեն նոր ինչ-որ շենք բան կառուցենք։ Բայց շատ պատահաբար հայտնաբերեց այս գյուղը, ես գյուղի մասին որևէ բան չգիտեի, շատ պատահաբար եւ ասացի ինչու ոչ, թող գյուղում լինի, անպայման չի դա քաղաքային կոնցեպտ լինի։ Այո։ Եվ թող գյուղում լինի, նաև նպատակ հետապնդելով, որ առաջին հերթին ես համոզեմ մարդկանց իրենք կան գյուղ Երևանից, եւ երկրորդը շատ կարևոր է, որ շատ ուրախ եմ դրա համար, մարդիկ գալով այստեղ ոչ միայն դիլվադոսն են իրենք վայելում, լավ, ընդհանուր ამ կոնցեպտը, այլ նաև օրինակ գյուղմթերքները, որը ես գնում եմ գյուղացիներից, իրենք գնում են այդ գյուղացիների մոտ անմիջապես այդ գյուղմթերքները գնելու եւ իրենց հետ տանելու Երևան։ Այսինքն Դիլվադոսը իր սահմաններում չի, նաև ինքը փորձում է տարածել սոցիալական տարուն իր մեջ կարելի ասել, էլի։ Չգիտեմ ոնց ձևակերպումը կտակ, ոնց սահմանումը կտակ, ես համեստորեն լռեմ, ավելի լավ է, բայց շատ ուրախ եմ, որ sense կողքից նայում եմ, որ մարդիկ նաև, այսինքն շրջանառություն են ապահովում մարդկանց համար, գյուղացիների համար, եւ Երևանաբնակներն են ուրախ եւ գոհ եւ գյուղացիներն են։ Ինչպես հմտացար մրգողիներ պատրաստելու, թորելու գործում, որտեղ դա մի առանձին մասնագիտություն է։ Բժիշկ, հետո արդեն տեխնոլոգ, չեմ վախենա ասել, ստեղծարար, որովհետեւ սա մի ամբողջ գաղափար է փաստորեն մեկ շշի մեջ, բայց դրա համար նախ պետք է գիտելիք։ Սկսեցի ուսումնասիրել տեսական կողմը եւ սկսեցի փորձեր անել Արցախից սկսած, բայց դա բավարար չէր, որտեղ այլ բան է դու ստանաս գրականությունից, այն ինչ որ կարդաս, այլ բան է, երբ որ դու պրակտիկորեն տեսնում ես, քո մաշկի վրա զգում ես, դրա համար որոշեցի գնալ Ֆրանսիա, Նորմանդի, Կալվադոս, հատկապես, եւ գնացի մի քանի գործարաններում, այնտեղ սկսեցի աշխատել։ Կամավոր հիմունքներով, այս բանվորից սկսած մինչև տենց թորող, անգլերեն ասում master distiller աշխատել եմ ու կարողացա վերցնել իրենց մշակույթը։ Այստեղ ոչ թե գիտելիքների խնդիր է Հերմինե ջան, ավելի շատ այստեղ որևէ աշխատանքում կրել այդ մշակույթը, օրինակ թորման մշակույթը, արտադրման մշակույթը շատ կարևոր է։ Դա մենակ գիտելիքները բավարար չեն։ Այսինքն Կալվադոսում ես ստացա երկու կարևոր բան։ Ճաշակ եւ մշակույթ թորելու արտադրության։ Այսինքն մշակույթ, երբ որ ասում եմ արտադրության, դա առաջին հերթին գալիս է միտքս բծախնդրությունը։ Ինչքան բծախնդիր ես արտադրության մեջ։ Դա շատ կարևոր ֆակտոր է, շատ կարևոր։ Եվ այդպես հետո տեղափոխվեցի Երևան, չնայած որ մի պատմություն ասեմ, շատ հետաքրքիր։ Ուրեմն մի գործարանա տիրոջը հարցնում եմ, ասում եմ, Գիոմ, ասում եմ, ես ուզում եմ գնալ Հայաստան, ասում եմ ներդրում անել, մի sense distillery սարքել եւ այլն, ինչ խորհուրդ կտաս։ Ասեց, երբեք չեմ կարող քեզ խորհուրդ տալ, բայց հաստատ քո ուղին քո համար անվճար է լինելու, էդի
Հրաշալի է ասել։ Կարամ ասեմ, որ օղին անվճար է լինելու քո համար, դա հաստատ։ Այսինքն, գիտեք, այս ամեն ինչը, Էրմինե ջան, որ նայում ես այս բիզնես տեսանկյունից, ինքը լրիվ ռոմանտիկա է։ Լրիվ ռոմանտիկա է։ Ու իհարկե ինքը կարող է դառնալ, կարող շատ մեծ պոտենցիալ ունի ինքը բիզնես դառնալու, որտեղ առանց բիզնեսի դու չես կարող ինչ-որ բան զարգացնել։ Ճիշտ է։ Դե եթե հաշվի առնենք, որ այսօր արդեն կան խանութներ, որտեղ ներկայացված է դիլվադոսը, եթե հաշվի առնենք, որ հատուկ դիլվադոս վայելելու համար մարդիկ գալիս են, Աղավնավանք գյուղ, արդեն ռոմանտիկայից վստահաբար վերածվում է եւ չմոռանանք նաեւ շուկա է ձևավորվել արդեն նաեւ դիլվադոսի շնորհիվ, որ մարդիկ տանը այսպես ժողովրդի լեզվով ասած քաշած օղուց բացի գործարանային բարձր որակի մրգողիներ են կարողանում վայելել եւ պահանջարկը կա։ Համաձայն եմ, Էրմինե ջան, բայց սկզբից այսինքն մի քանի տարի մինչ սա այս նախագծի հաջողվելը, այսինքն լրիվ ես այդպես էմոցիոնալ ռոմանտիկայի ժանրից է, ու ընդհանրապես երբ որ ինձ գալիս են խորհրդակցության իմ հետ, որ մարդիկ ուզում են sense ինչ-որ մի բան ստեղծել, ասում են, որ առաջին հերթին երկաշունչ ունենաս։ Դի կարողանաս դիմադրել, դի կարողանաս այսինքն պայքարել եւ այլն, որպեսզի դու կարողանաս հաջողվել։ Որն է բարդություն, ինչի դեմ պայքարել, ինչին դիմադրել, ինչ բարդություններ են եղել։ Ամենակարևորը, որ մեր հասարակությունում մրգային օղիների նկատմամբ շատ բացասական ընկալում կար։ Ինչու՞։ Որտեղ Չէ՞ որ մենք դեռ սովոր ենք այդպես հոնի օղի է, տավուշում հատկապես, քոլիտանձն է, էս է, այն է, մշակույթը տներում կար, ինչու է բացասական եղել վերաբերյալ։ Մշակույթը տներում կար, բայց քանի որ մենք մինչև այսինքն ներկայացնում ենք մարդկանց, իրեն sense ինքը շատ թունդ էր, լավ, սկսենք առաջին հերթին այդ կետից, շատ թունդ էր եւ կային թերություններ, այսինքն թորման թերություններ, արտադրությունը, թեկուզ եթե դու քո տանն ես արտադրում, կան թերություններ եւ մարդիկ այսօր փոխվել են, ընկալումները փոխվել են, իրենք քեզանից պահանջում են ավելի բծախնդրորեն են մոտենում, նախ իրենց առողջությանը, իրենց ուտելիքին, իրենց խմիչքին եւ այլն, դա շատ կարեւոր է եւ դու պետք է գնաս դրան զուգահեռ։ Անշուշտ։ Բացի այդ, իմ շատ սուբյեկտիվ կարծիքով, բայց կարող եմ ասել նաեւ օբյեկտիվ, որ արտադրելուց պետք է արտադրել շատ բարձր որակի խմիչք եւ հետաքրքիր խմիչք։ Այսինքն դու ոչ միայն ասենք, որ դա խնձոր օղի է կամ խաղ օղի է, դու այնպիսի օղի պետք է արտադրես, որ այնտեղ լինի քո ձեռագիրը, այսինքն համերի հետ խաղաս դու։ Ու իրոք կարող ես դու տարբեր մրգեր օգտագործելով, տարբեր չափաբաժիններ օգտագործելով, թորման լրիվ տարբեր մոտեցումով դու կարող ես խաղալ եւ ստանալ քո ուրույն խմիչքը։ Դիլվադոսը կարողացավ փոխել մարդկանց մոտ ընկալումը մրգային օղիների, որ ժողովուրդ սա թունավոր չի։ Սա այդքան թունդ չի դուք ինչ որ պատկերացնում եք։ Սա կարելի է այս ձև, այսինքն կարելի է սառույցը, եթե քո համար թունդ է, կարելի է սառույցով խմել վիսկի նման, կարելի է կոկտեյլի մեջ օգտագործել։ Ես վայելել եմ այսօր։ Կարող ես ինքը շոթերի համար խմիչք չի։ Ինքը ավելի digestive բան ունի, մշակույթ, այո։ Այսինքն օրինակ ես իմ առօրյա ինչ եմ անում, ընթրիքից հետո մեկ բաժակ մրգային օղի եմ խմում, հոյակապ է, ինքը ցենց քո մարսողությունն է լավացնում, հանգստացնում է քեզ ու պատրաստում է դեպի բարի եւ երջանիկ երազներ, էլի, ուրախ երազներ։ Եվ սա ասում է բժիշկը։ Այնպես որ մեկ բաժակ օգտագործելով դա շատ առողջարար է։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, ես փորձեցի տրադիցիոն խմիչքը ներկայացնել նոր ձևով մարդկանց հասարակությանը, փոխել իրենց մեջ այդ կարծրատիպը ջարդել, որ սա թունավոր խմիչք չի եւ կան երևի Հայաստանում միակն է, որ միշտ կրկնում է, որ Հայաստանում կան շատ լավ արտադրողներ։ Ճիշտ է, շատ չեն, բայց կան լավ արտադրողներ։
Անպայման չի խմեն դիլվադոս, թող ուրիշին է խմեն, ուրիշի հողին թող խմեն։ Այստեղ ես հասկացա, որ դու ռոմանտիկ ես։ Այսօր արդեն դիլվադոսը քանի տեսակի մրգից ունի օղի։ 4 տեսակի, դա վայրի սալորն է, իդեպ վայրի ինչի սև սալոր չեմ անում, որտեղ աղավնավանքում շատ կա վայրի սալոր և մարդկանց ասում եմ, Ժորժ ջան, եկեք վայրի սալոր խմելու աղավնավան գյուղում, որտեղ շատ լավն է ստեղի վայրի սալորը, իրոք շատ լավն է, անում եմ սերկևիլ, անում եմ ուրեմն կոչվում է միքսոլոգի, այսինքն դա ինչ է, վայրի տանձն է, մեղրատանձ ու խնձորներ իրար հետ, ինչ եմ դա արել, որտեղ վայրի տանձը իմ կարծիքով առանձին շատ թունդ է ստացվում, որպեսզի ավելի մեղմեմ իր համերը, ավելի նրբացնեմ, իրեն խառնել եմ մեղրատանձի ու խնձորների հետ և անում եմ իմ շատ սիրած մեղրաբույր խաղողը։ Ժամանակին մեղրաբույր, այսինքն հիմա էլ օգտագործում են կոնյակագործության մեջ, բայց ես վերցրեցի առանձին, թորեցի և ստացա հոյակապ խմիչք և իմ կարծիքով դա շատ լավ ալտերնատիվ է բոլոր տեսակի ոդկաների։ Մեկ անգամ եւս հիշեցրու Արմենիա վայնի տակար ռոզե խաղուն գինու հետ մենք միքսեցինք ուրեմն սերկևիլը, սերկևիլի օղին, հետո մեր հոնի հյութը, լավ, եւ հետո Արմենիա վայնի տակար ռոզեն։ Շատ արտադրողներ հաճախ բողոքում են մթերումների խնդիրներից, որովհետև միշտ չի, որ կարողանում են ըստ ստանդարտների եւ քանակների միշտ աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ունեն այդ պտուղ բանջարեղենը, որովհետև ստանդարտներ են խախտվում, քանակներ են խախտվում, ինչպես էս դու կարողանում մթերման հարցը լուծել։ Հասկանալի է, վայրի սալորը կա աղավնավանքում, բայց այնտեղ ունես մեղրաբույր խաղողը, որը հավանաբար ուրիշ շրջանից ես Հայաստանի բերում։ Ինչպես ես կարգավորում այդ հարցը։ Գիտեք, ունեմ արդեն քանի որ երկար տարիներ է իվեր, որ ես գործում եմ, շատ ուրեմն միրգ այգուտերեր ինձ ճանաչում են եւ ոնց որ դարձել են իմ մշտական մատակարարները, այսինքն պարտադիր իրեն գիտեն, որ ես ամեն տարի, ամեն աստծո տարի տանում եմ այսքան քանակություն։ Եթե նույնիսկ ես ինչ-որ մի քանի օր չնայած որ իրենց հաճախորդները շատ են, եթե մի քանի օր իրենց չեմ զանգում, անհանգստան, առնակ չես տանում այս տարի բան։ Սենց ու իրենք բերում են, որի համար շատ շնորհակալ եմ իրենց, ասեմ մարդկանց շատ բան աշխատում ենք, էլի շատ նենց համերաշխ։ Այս պահի դրությամբ տարվա կտրվածքով քանի շիշ դիլվադոս ես արտադրում։ Տեսեք, ես արտադրում եմ 5000 շիշ, այս տարի ավելի շատ կանեմ, անցյալ տարի բոլորի մոտ էր, ընդհանուր ինձ թվում է Հայաստանի բաններ, վիճակներ լավ չէր, դրա համար 5000 շիշ, բայց այս տարի որոշել եմ ավելի շատ անել 7-8000 շիշ, որտեղ բաց չի գնում գործերը։ Քո փոքրիկ թորատանը այդքան կարողանում ես արտադրել, սարքավորումները թույլ են տալիս, պրոֆեսիոնալ են, թե ոչ, ես ինքս չեմ հասկանում դրանից, դրա համար կխնդրեմ ինչ նկարագրես։ Շատ լավ հարց է, տեսեք, Էրմենե ջան, ես տարիների ընթացքում հասկացա շատ կարևոր մի բան, ընդհանրապես հայերը շատ է սխալ անում են, երբ որ իրանք ինչ-որ թորատուն են ուզում ստեղծել, գնում են այն ամենայն թանկանոց, ամենայն բաները, չգիտեմ, այն տեխնոլոգիական նոր մոտեցումներ եւ այլն։ Իսկ ես հակառակ կողմից եմ եկել, այսինքն ես մտածել եմ ինչպես անել, ինչ սիստեմ ստեղծել, որ ես կարողանամ ամենայն մինիմալ միջոցներով կարողանամ ավելի շատ արտադրություն տալ։ Այսինքն իմ կոնցեպտը դա էր եւ ես հաջողեցի։ Իհարկե այստեղ նաեւ ինձ շատ օգնեց բժշկագիտությունը։ Ամեն դեպքում իմ կարծիքով, եթե մարդիկ ինձանից խորհուրդ են հարցնում, պետք է sense անգլերեն բան կա, չէ, minimal effort, maximal satisfaction։ Այսինքն այդ կոնցեպտով պետք է գնալ, ես միշտ խորհուրդ եմ տալիս դա։ Շատ ներդրումներ չանել, փորձեք գտնել այն ոսկե միջինը, ինչպես կարող ես փոքր պայմաններում ավելի մեծ էֆեկտ ստանալ։ Ու դա հնարավոր է անել։
Ես այդ գործում հաջողվել եմ։ Հրաշալի։ Եվ այս բաժնի վերջին հարցը, որ ես կուզենայի ինքս գիտեմ իհարկե, բայց ես շատ ուզում մեզ մարդիկ էլ իմանան, թե ինչու կոչվեց մրգօղիների այս բրենդը հենց Դիլվադոս։ Դիլվադոս։ Քանի որ ես նշեցի, որ ես սովորել եմ Կալվադոսում։ Եվ այսինքն հիմնական այն ինչ որ ինձ պետք էր որակյալ խմիչք արտադրելու համար ես ստացել եմ Կալվադոսից եւ այդ պատվին քանի որ մենք գտնվում ենք Դիլիջանի տարածքում այդ պատվին ես իրան ուզում եմ շեշտել որ Կալվադոսում ես եղել եմ որ այն պատվի վրա որ ցած փորագրում են չէ այո դա է ուզում շեշտել եւ նաեւ շատ կարեւոր որ ֆրանսիական եւ հայկական մշակույթները իրար sense միքսել են եւ ստացել են նոր product Դիլվադոս Այն մասին թե մարդիկ ինչպես կարող են գալ հենց այստեղ վայելել Դիլվադոսը եւ ինչ տեսներ կարելի է վայելել այս օղիների հետ կամ օղիներով պատրաստված այլ ըմպելիքների հետ մենք կխոսենք հաջորդ բաժնում իսկ այս պահին առաջարկում եմ ավարտենք մեր նախուտեստը որտեղ ես շատ համեղը չեմ համբերում երբեմ ավարտին հասցնելու եւ հետո դու կպատմես ինչ ենք ուտելու հիմնական ուտեստի ժամանակ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերի, գրեթե բոլոր տների տանիքը ահա այսպիսին է, այսինքն ազբեստից է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ գիտականորեն ապացուցված է, որ ազբեստե տանիքը վնասակար է առողջության համար, ավելին ասեմ, այն քաղցկեղածին է։ Եվ իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը այժմ ունի նոր բիզնես ճյուղ։ Ինչ է դա նշանակում, որ այսուհետ Ital Solar ընկերությունը կարող է վերանորոգել կամ ամբողջովին փոխարինել ձեր ազբեստի տանիքները եւ դնել առողջության համար ոչ վնասակար տանիքներ եւ հարմարավետ տանիքներ։ Ինչու հարմարավետ, որովհետեւ ցրտի ժամանակի ընթացքում նաեւ ազբեստի տանիքները դեֆորմացվում են եւ դառնում են ավելի քիչ դիմակայուն ցրտից, անձրևից, ավելին ասեմ, երբեմն նույնիսկ անձրևաջրերը սկսում են տուն թափվել, ինչը իհարկե այդքան էլ հաճելի չէ։ Ital Solar-ը կփոխարինի ամբողջովին ձեր տանիքները եւ հնարավորություն կտա այդպիսով նաեւ տեղադրել արևային կայաններ։ Ital Solar ժամանակն է ստանալ ավելին։ Ես տեսնում եմ, որ առնակը արդեն նախապատրաստվել է հիմնական ուտեստի համար, գնամ պատրաստենք ուտեստը։ Իմ սիրելի ընկեր Առնակ Ավետիկյանի հետ մենք պատրաստելու ենք բնության գրկում շատ համեղ հեշտ ուտեստ տավարի փափկամսով։ Ես ինձ հետ բերել եմ Ողջաբերդ ընկերության նոր պրոդուկտը, որը արդեն նախապես մշակել են, բարձրակարգ տավարի միս է իդեպ, եւ հետն էլ դրված է խոզի ճար։ Մենք սա պատրաստենք եւ ցույց տանք մարդկանց, որ կարելի է Ողջաբերդ ընկերությունից պատվիրել եւ շատ արագ տաք ուտեստ պատրաստել։ Հանձնում եմ քեզ, ասա ինչ կարելի է անել այս տավարի փափկամսով եւ խոզի ճարպով։ Իմ կարծիքով պետք է իրեն շշել։ Հասկացնել շամփուրների վրա, որտեղ նախապես արդեն համեմած է ամբողջովին։ Քանի որ շատ փոքր է եւ այլն, ես առաջ վերցրել եմ այս սուշի փայտիկները, որտեղ իրանք կրակի վրա չեն այրվում։ Սա սրանց վրա շարելու են եւ դնելու են գրիլի ապարատի վրա։ Ընտիր, հեշտ, արագ եւ վստահ եմ համեղ։ Տես արքիր, ես էլ կդիտեմ։ Բայց շատ հեշտ մտավ։ Ես ճիշտ ասած մտածում եմ այդ փոքր փայտերը այն էլ բութ ծայրով ինչպես է մտնելու։ Իդեպ Ողջաբերդ ընկերության բոլոր պրոդուկտները բարձրակարգ են եւ այս տավարի փափկամիսն էլ, ինչպես արդեն Առնակը նշեց, շատ հաջող է, շատ լավն է։ Գույնից, տեսքից միանգամից երևում է, որ բարձրակարգ տավարի միս է օգտագործված այս փաթեթը ստեղծելու գործում։ Հիմա ինչ դենք անի։ Ինչ դենք անիլ, բա ինչ դենք անիլ։ Վերցնում ենք այս Դուր ես էլ բերող։ փայտիկները, չէ, դուք բացեք գրիլի ապարատը։ Ես բացում գրիլի ապարատը։ Այս միսը ինձանից չուզեք լավ եփած։ Դե հա։ Ինձանից դες բան չուզեք։
Ես անելու եմ Թեյքի նման։ Մի թեթև արոնոտ եմ։ Համաձայն եմ։ Որպեսզի դուք զգաք այս լավ մսի, օյական մսի համն ու հոտը։ Ընտիր, քանի րոպե է պետք որ գրիլի վրա մնա, այստեղ։ 2 րոպե սենց բան ենք անում, կարմրացնում ենք, հետո տեղափոխում ենք վերև 5 րոպե, 5-ից 10 րոպե։ Սպասում եմ։ Միսիկները պատրաստ են։ Դե արի հանենք, չեմ դիմանում, տանջում ես առնակ։ Խենթանալու։ Ապրի ողջաբերդը։ Իսկական ստեյք է ստացվել, Այսի ոնց որ ձմեռը մառոժնի ուտես։ Փորձի դե։ Մենք արդեն տավարի ստեյքը փորձեցինք, թիմս կարծես իրեն երջանիկ եւ հագեցած է զգում, սկզբի համար եւ հիմա առնակ ինչ ենք հաջորդը պատրաստելու։ Պատրաստելու ենք լոր։ Լոր, հրաշալի։ Դե ասա ինչ է մեզ պետք։ Ինչա պետք։ Աղ։ Անում ենք աղ։ Եվ անում ենք կարմիր բիբար, քաղցր։ Իմ ձեռքերը չեք զզվում, չէ՞։ Ոչ։ Ուրեմն սենց լավ մի փոքր կարմիր բիբար արեք, խնդրում եմ մեր միջը։ Ձեր լավ հերիք է։ Ձեր լավությունը չեք կարող։ Երբեք։ Առնակը ինձ աշխատանք է տվել, ասել է գիլասի պոչերը հանիր, ինչի համար է գիլասը դեռ չգիտեմ։ Շատ լավ։ Հավան դրածա, արդեն լավ տակա, զեյթունի ձեթը ավելացնում ենք։ Դու ավելացրու, ես գիլասս կմաքրեմ։ Փորի վրա որ դնում ենք եւ հետո շրջում ենք մեջքի վրա, ինքը ուժեղ կրակ լինի։ Ուժեղ կրակ լինի, հետո արդեն կասեն, դանդաղացնելու ենք կրակը, որ դեպքում ենք դանդաղացնելու։ Մի փոքր մեջքնելակ կարմրում, այնուհետև շրջում ենք նորից փորի վրա։ Եվ հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Լավ։ Հիմա պատրաստում ենք սխտորը։ Սխտորը չենք կտրտում, քանի որ ինքը ուժեղ կրակի վրա է եպում եւ ինք հավանականություն շատ է որ կվարվի, դրա համար իրան թողում ենք մեծ, այնպես ջարդում ենք։ Մյուսներ լենել։ Հիմա լցնում ենք սխտորը։ Իջացնում ենք տակը։ Հիմա կիմանանք թե այս կեռասը ինչի համար էր մեզ պետք։ Լցնում ենք կեռասը։ Իդեպ ամեն սեզոնին լորի հետ կարող եք օգտագործել իր միրգը։ Մյուս կարևոր ատրիբուտը դա կոնյակն է։ Օգտագործում ենք կոնյակը։ Այս ընթացքում գնալու ենք մեր այգուց քաղենք կանաչին։ Շատ ինչի ալկոհոլը չսպասեցի որ ինքը դուրս գա, որովհետև ինձ պետք է հենց այդ ալկոհոլի համը ես զգամ լորի մեջ։ Հրաշալի։ Դե գնանք այգին։ Մենք հենց Դիլվադոսի այգուց քաղում ենք կանաչին։ Սամիթը այ որ ավելացնենք լորի վրա։ Հիմա դնում ենք սխտորները տակը, որ իրանք էլ փոքր կարմրեն։ Օյ։ Այս օրինակ ես որևէ մեկին չէի տալու։ Եկավ այդ պահը։ Իսկ ինչ ենք ըմպելու այս լորի հետ մենք։ Ես լորի հետ առաջարկում եմ մի փոքր թունդ ավելի կոկտեյլ։ Սիրով։ Դա Դիլվադոս միքսոլոջին է։ Այո։ Հետո արդեն իմ բերած Armenia Wine ընկերության VNDM կոնյակը։ Այո, եւ Armenia Wine-ի extra brut գինին տակառը։ Բայց շաքարի կտորներ եմ տեսնում, դրանք նույնպես ավելացրել ես։ Այո, ավելացրել եմ, որպեսզի բալանսավորվի դառնությունը, որտեղ ինքը միքսոլոջին չոր է ավելի ինքը, եւ սա էլ էքստրա բրուտ է, որպեսզի բալանսավորենք, մի փոքր ավելացնում ենք ոչ քիչ ռաֆինացված շաքարավազ։ Դե ավելացրու
խաղում գինին նույնպես եւ վայելենք։ Հիմա բացում ենք։ Եվ սենց ենք անում, հա։ Իդեպ ես պետք է նշեմ, որ անցյալ տարի իմ տարեդարձը ես հենց այստեղ եմ նշել, մենք ընկերուհիներով եկանք, Առնակը սեղանները գցել էր, ոչ, շատ լավ ժամանակ անցկացրել, շատ գոհ էինք, սեղանները գցել էր, մեզ համար հրաշալի հյուրասիրություն էր կազմակերպել, նախաճաշով սկսեցինք մենք մեր տոնը, որից հետո շարունակեցինք։ Այնպես որ ձեզ եմ խորհուրդ տալիս իմ օրինակին հետևել։ Պրոֆեսիոնալ շամպայն բացել։ Պրոֆեսիոնալ։ Սա մեզ պետք չի։ Oh my god, չես ասում բա, հա? Ֆանտաստիկ։ Բելիսիմո։ Բելիսիմո։ Սա իմ ամենասիրած կոկտեյլն է, ու ինքը շատ պարզ է, տանը կարող ես պատրաստել։ Այդ է դուրս գալիս, որ քո առաջարկած կոկտեյլները կարելի է տանը պատրաստել։ Այո, իսկ պետք է հիմա մարդկանց առաջարկել պարզագույն կոկտեյլներ, որոնք իրենց տանը կարող են պատրաստել։ Դե ինձ սառույց էլ ավելացրու։ Իսկ ինչի՞ ձեզ, ինձ չէ, հա։ Դե կարող ես քեզ էլ ավելացնել, լավ։ Մի հատ էլ։ Հրաշալի։ Շնորհակալ եմ։ Ձեզ ավելացնենք։ Թնդության հոտն եմ զգում։ Սա կոչվում է որց կոկտեյլ, էլի։ Էրմինե ջան, բարով տեսանք նորից, չէ։ Հրաշալի։ Սա խմիչք ցես, բաժակներից չի, ասել։ Հա, դե փորձեմ ասեմ։ Հետաքրքիր է։ Հիմա ինքը կբացվի։ Հիմա ինքը հələ sense տավուշի լեզվով գլուխ խարաբա, էլի։ Գլուխը խարաբա։ Եվ քանի որ լորի մեջ էր կար կոնյակ, ինձ հիմա հրաշալի համադրվելու է իսկապես։ Ես ուղղակի առաջարկում եմ, որ ինձ լոր հյուրասիրես։ Ամեն միլիմետրով չափած։ Դնեմ թե չդնեմ։ Հո, մի տանջի։ Քո հյուրերին էլ ես այսպես տանջում միջև հյուրասիրում ես Առնակ։ Հեղացած թողնում գնում եմ։ Չեմ հավատում, գիլոսներից խնդրում եմ, գիլոսներից։ Այս գիլոսներից դիր։ Հələ բաց նայ։ Այս մի գիլասը 5 տարով երկարացնում է քո կյանքը։ Եվ դա ասում է բժիշկը։ Իսկ կարելի է, քանի որ մենք անտառում ենք, այսպես բնութագրում, ես ձեռքով վայելեմ այս լորը։ Իհարկե։ Ես էլ դիր Առնակ ջան, որտեվ ես դաստիարակված մարդ եմ, պիտի սպասեմ դու էլ սկսես նոր անցնեմ գործի։ Անցան գործի։ Անցան գործի։ Ձեռքով չի կարելի։ Ես ձեռքով եմ ուզում։ Ես էլ եմ ուզում ձեռքով։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում մեզ դիտող մարդկանցից, որ հիմա նրանք այս պահին չեն վայելում այս համեղությունը։ Առնակ։ Ես քեզ տալիս եմ աշխարհի բոլոր մրցանակները։ Բոլոր։ Այս բանով։ Այո։ Կերա։ Բալը դեռ ոչ։ Բալը սամիթով։ Բալն էլ փորձեմ։ Ես այո։ Ես սիրում եմ դες բանը։ Ես բզի մասը շատ սիրում։ Վայ չեկող են։ Առնակ։ Աջան։ Ինձ պատմիր, երբ որ մարդիկ գալիս են այստեղ, օղին արդեն հասկացա, կա թորատունը, կա օղին, բայց բացի թորատունը տեսնելը, ինչ են անում, գալիս են այստեղ, ինչ են անում, ինչով կարելի է զբաղվել։ Մարդիկ եկան, բարև ձեզ, եկեք, մենք ունենք հրաշալի մրգօղիներ, հետո ուրեմն ունենք իմ կարծիքով շատ յուրահատուկ խոհանոց, ճաշացանքեր, ես ինքս խոհարար չեմ, երբեք չեմ էլ լինելու, սենց ասեմ։ Ինչու։ Որովհետև դա իմ գործը չի, դա իմ գործը, ես
օղի թորող եմ, ես օղի արտադրող եմ, հա։ Բայց սիրում եմ նոր բաներ փորձել, նոր համեր ստանալ եւ այլն։ Եվ միշտ այդ խոհանոցը ավելի շատ է քեզ հնարավորություն տալի այն հարցի, որ միշտ տալիս ես։ Ինչու ոչ, ինչու չանես, ինչու այս բանը չանես, ինչու սրա հետ չմիքսես եւ այլն, այսպես ու այդ խոհանոցը մեծ քեզ հնարավորություն է տալիս ու ված չի ստացվում։ Այսինքն մարդիկ երբ որ գալիս են, շատերը ասում են, որ Դիլվադոսում ոնց որ մեր ընկալիչները զարթեց, համայն ընկալիչները զարթեց ու իրոք այդպես է։ Եվ այնուամենայնիվ ինչ որ մի նախասկիզբ կա քո սերը խոհանոցի հանդեպ որտեղից ստեղծվեց, ինչպես զարգացավ։ Ինչպես զարգացավ։ Ես չեմ հասկանում անկեղծ, ինչպես եղավ։ Լուրջ չեմ հասկանում ինչպես եղավ։ Գուցե պատճառներից մեկը քո Բեյրութում ապրելն է եղել, որտեղ Բեյրութի խոհանոցը շատ։ Չէ, կապ չունի Բեյրութի ընդհանրապես կապ չունի։ Ես սիրում էի եւ միջև սիրում եմ այս համով ուտել։ Համով ուտելը ոչ միայն ավանդական, այլ նոր բաներ շատ փորձել ու այդ համերին ես ծանոթ եմ։ Տարբեր համերի շատ լավ ծանոթ եմ։ Գլխիդ մեջ։ Այո։ Այսինքն քիմքը մարդու զգում է։ Ամենակարևոր բանն է, չէ՞։ Երբ մարդու քիմքը զգում է, ուրեմն ստացվում է իրեն։ Ինչ կարող են փորձել մարդիկ այստեղ։ Ինչ է առաջարկում։ Մեր ճաշը ցանկը բազմազան է։ Շատ կարևոր է շեշտել, որ ես վերցնում եմ գյուղմթերքներ, իսկ միսը օրինակ, խոզը վերցնում եմ ես գյուղից պարտադիր, որտեղ գտնում եմ, որ մեր գյուղի խոզը ամենալավն է։ Իջևանցիների ականջը խուլ։ Այո։ Նույնիսկ որ որ ասում են կաղին կերած խոզ, այսինքն որ դնում ես իրան կրակին, կաղնու հոտ է գալիս։ Այդպես միսը։ Հավատում եմ։ Եվ ես ընդհանրապես չեմ համեմում, խոզի միսը չեմ համեմում, ուղղակի հենց կրակի վրա խոշոր աղեմ անում ու այդպես եք ուտում, որպեսզի զգանք ամբողջ այդ մսի բույրը։ Դա շատ կարևոր է։ Ու տարբեր մսեր, տարբերորը գառը, չգիտեմ, ճագարը, բադը, սագը եւ այլն, լորը, ամեն մեկը վերցնում եմ տարբեր գյուղերից, որտեղ որ ես համարում եմ, որ դա ամենալավն է։ Իսկ մեր ճաշատեսակները բազմազան են եւ գրեթե 98% մեր մոտ եկողները երբեք ինձ չեն հարցնում, ինչ ենք ուտելու։ Այդ էի ուզում հարցնել։ Նախապես ասում են, այո, նեք ճագար ենք ուզում, թե ուղղակի ասում են գալիս ենք ճաշելու, դու արդեն կազմում ես ճաշացանկը։ Որովհետեւ, այո, ինչի եմ առաջնահերթությունը դնում այն հանգամանքի վրա, որ մարդիկ ինձ չհարցնեն, ու դա շատ լավ է։ Ինչի համար, որտեղ երբ որ մարդ քեզ հարցնում է, սա այս կոնցեպտը կդառնա ռեստորանային կոնցեպտ։ Ես դա չեմ ուզում, սա օղետուն է, թորատուն է, հա։ Դրա համար մեր մոտ կան սեթ մենյուներ, այսինքն ինչ որ ֆիքս գնով, ինչքան ուզում ես կեր, ինչքան ուզում ես խմի։ Սա է։ Ու այդ օրվա համար ես պատրաստում եմ այն ինչ որ ամենալավը գտել եմ այդ օրվա համար։ Ենթադրենք ճագարնա կամ չգիտեմ, կարող է լինում է դեպքեր խոզ չի լինում։ Mən խոզ չեմ տալիս մարդկանց։ Կամ գառնա լավ լինում, գառն եմ վերցնում։ Այսպես է։ Վերադառնում են կրկին քեզ մոտ։ Այո, այո, շատ։ Իսկ ինչի հետևից են գալիս ամենաշատը։ Երբ զրուցում ես, հարցնում ես ինչը հավանեցին, ինչի մասին են հիմնականում խոսում։ Մի շատ կարևոր բան եմ, տենդենս եմ նկատել մարդկանց մոտ։ Ընդհանրապես Դիլվադոս եկողները այն մարդիկ են, այսինքն իրենց, գիտեք, ինչ որտեղից են գալիս, այդ մարդկանց որը բանով չես զարմացնի, որտեղ ամբողջ աշխարհը պատտվի, ամեն ինչ գիտեն, ամեն ինչ տեսել են, եւ իրենք փնտրում են ուղղակի պարզություն։ Եթե իրենք ուզում են ինչ-որ, չէ, fusion ռեստորան գրել, իրենք շատ լավ տեղերը գիտեն, որտեղ պետք է գնան եւ այլն, բայց իրենք գալիս են ստեղ ավելի շատ ուրեմն այս հանգիստ միջավայրի, ընկերական միջավայրի, համով խմիչքի, համով ուտելիքի, լավ ժամանակ անցկացնելու, ինչ-որ նոր բան սովորելու, նոր բան լսելու եւ այլն։ Այդ դրա համար, այսինքն ինքը
մենակ ուտելիքը կամ խմիչքը չի։ Այստեղ նաև այն միջավայրն է, որի համար մարդիկ վերադառնում են։ Շատ ժամանակ մարդկանց հետ շփվելը սկսում է սպառել մարդուն։ Եվ նրա համար, որ դու անդադ ունենաս էներգիա, որ հատկապես անծանոթների հետ շփվես, քեզ պետք է այդ էներգիայի համար նաև աղբյուրներ, որ ստանաս ինչ-որ մի տեղից։ Որտեղից ես այդ էներգիան վերցնում։ Չէ, ասի որ այդպես է սպառում ես, որովհետև այն մարդիկ են գալի, ելի եմ ասում, որոնցից ինչ-որ բան ես վերցնում տալիս, այսինքն անընդհատ ինչ-որ ցիրկուլյացիայի մեջ ես, այսինքն վերցնում ես, տալիս ես, վերցնում ես, տալիս ես, եւ երբեք չես սպառում այդ բառը։ Այսինքն եւ հաճիկով ես անում, ինչ որ անում ես, կարեւորը։ Կարող է ֆիզիկապես հոգնած ես, բայց ոչ հոգեպես էլ։ Շատ լավ ճանաչելով Դիլվադոսը, ես գիտեմ, որ դու կուզենաս մարդիկ հասկանան, որ սա պարզապես ուտելու վայր չէ, սա նախ եւ առաջ քո ստեղծած մրգողիների միջոցով աշխարհը բացահայտելու վայր է։ Աշխարհը չգիտեմ, չի ասի որ աշխարհը բացահայտելու։ Դե ինչի, հատ շուրջդ նայի, ամեն ծառի տակ հասկանում ես, որ մի նոր բան կարող ես գտնել եւ ճանաչել, տեսնել, սիրել։ Այո, իհարկե։ Ինչ փիլիսոփայորեն էլի մոտեցա հարցին։ Հասկացա։ Ես որ ես դու գիտես, որ ես սիրում եմ փիլիսոփայորեն նայել։ Ողջունում եմ։ Շնորհակալություն։ Եք իմ առաջի ամենակարևոր նպատակը ներկայացնել մեր հայկական մշակույթը, դա օղիները, ժողովրդին բացատրել, փոխանցել իրենց, որ մենք ունենք լավ արտադրողներ, եւ եթե դուք սիրում եք թունդ խմիչքներ, օգտագործեք հայկականը, այն է մեր մրգային օղիները, լավ։ Նաեւ փոխանցում եմ Դիլվադոսի միջոցով ճիշտ խմելու մշակույթը, որը շատ կարևոր է։ Մեր մեջ ոնց է, չէ՞, հայկական մեր մշակույթում, այդպես կես ժամում բոլորը վկնած եւ բոլորը խմած արդեն։ Այո։ Այդպես չի։ Բայց ես փորձում եմ Դիլվադոսով մարդկանց փոխանցել նաեւ ճիշտ խմելու մշակույթը։ Ինչպես խմել, որից հետո խմել, հատկապես երիտասարդների շրջանում։ Մենք ունեմ շատ երիտասարդներ, մինչև 30 տարեկան, որոնք հաճախակի գալիս են եւ այստեղ ժամանակ են իրենք անցկացնում շատ լավ, եւ ես իրենք հիմա այսօր Պարտադիր չի որ խմեն Դիլվադոս։ Իրենք խմում են ժամանակին տեկիլա են խմում, ռոմ են խմում եւ այլն, ջին եւ այլն, բայց հիմա իրենք անցել են մրգային օղիների։ Հիմնականում ուտեստներն ես հարմարեցնում քո ունեցած օղիներին, թե օղիներն ես հարմարեցնում այդ օրվա ճաշացանկին։ Ինչպես է կողմնորոշվում, ինչպես է կազմում այդ ճաշացանկը։ Այդքան մրգային օղիների բարագեմ դու այդ մեծ խնդիրը չունես, ինչպես հարմարեցնել ուտեստը։ Որովհետև իրենք գրեթե ամեն ինչի հետ գնում են։ Ամեն ինչի հետ գնում են։ Ու մարդը ընտրում է, ասում է, օրինակ ինձ շատ դուր եկավ սերկեֆիլը, ենթադրենք, կամ բայրի տանձը, իրենք խմեն դա։ Ու այդ օրը կարող ուտեն գար, խոզ, ճագար, լոր, ինչ։ Իսկ որտեղից գնել Դիլվադոսի օղիները։ Դիլվադոս օղիները հիմնական վաճառում ենք այստեղ։ Երևանում ռեստորան, ոչ ռեստորանային գնով, այսինքն գործարանային գնով վաճառվում է Ապաստանում, Սարյանի 7 հասցեի վրա։ Բայց ես ինքս վաճառում եմ ավելի ռեստորաններ եւ հյուրանոցներ։ Եվ առցանց, չէ՞, կարելի է գրել Դիլվադոսի Instagram էջին, Facebook-յան էջին։ Նաեւ մեր կայք ունենք Dilvados.com-ը, որ դու կարող եք on-line գնել, հա։ On-line գնել մենք Երևանում անվճար կառաքենք ձեզ։ Առնակ ինչպես գյուղը քեզ դիմավորեց, երբ որ եկար, որովհետև միշտ չի որ նորեկներին այդքան գրկաբաց են ընդունում։ Ես չեմ մտածել դրա մասին, հեչ պետք է չի եղել, ով ինչ կասի, ով ոնց կդիմավորի։ Բայց այսօր մենք տեսնում ենք Դիլվադոսում աշխատող հենց աղավնավանքի մարդկանց։ Դժվար էր արդյոք համոզել տեղում բնակվողին, որ դու կարող ես աշխատել հարևանիդ մոտ։ Չէ։ Ինչու պետք է դժվար է։ Եթե դու նորմալ մարդ ես, կարող ես մեզ շփվել, մարդկային հարաբերություններում ճիշտ ես եւ այլն, կարող ես ցանկացած տեղ, կարող ես ադապտացվել եւ
գնալ առաջ, աշխատել մարդկանց հետ։ Այսինքն ես երբեք ոչ մտածել եմ, ոչ պետք սել եմ ասում, էլի։ Արել եմ ինչ որ պետք է անեմ։ Հրաշալի է, իրականում հրաշալի է։ Ու երբեք չեմ մտածում կողքինս ինչ կմտածի, ինչ կասի կամ չգիտեմ, սխալ եմ անում կամ ես տենց եմ, ուզում ես ուզի չէ ուզում։ Ուզի։ Ինչ ենք անելու մենք մեր հիմնական ուտեստը ավարտելուց հետո։ Ինչ է մեզ սպասվում։ Ինչ դենք անել, հա։ Ինչ դենք անիլ։ Ինչ ես ուզում անել։ Այն ինչ որ միշտ անում են։ Գնանք Աղավնավան, եկեղեցի, խնդրում եմ։ Լավ, գնա։ Բացիկ։ Ուրա։ Всё։ Այսօր գոնե մի կտոր հաց ուտենք։ Տեսակ ուտես նոր կգնաս։ Մենք Առնակի հետ եկել ենք Դիլիջան ազգային պարկին պատկանող կենու պուրակը, որը 25 հեկտար մեծություն ունի եւ այստեղ կարմիր գրքում գրանցված եզակի կենիներ կան, այնտեղ վերևում։ Առակ քանի րոպե է պահանջվում Դիլվադոսից մեքենայով կամ ոդկով այս կենու պուրակ հասնելու համար։ Մեքենայով 5-ից 8 րոպե։ 5-ից 8 րոպե, ահա։ Իսկ ոդկով մենք Դիլվադոսից փոքր կածան կա, որ գալիս է գյուղ եւ մինչեւ այս ճանապարհի սկիզբը ոտ ևմա մի 40 րոպե բարձրանալ իմ Դիլվադոսից։ Բայց ժողովուրդը կան շլագբաումի մոտ կանգնեն, դից ոդկով բարձրանան, որ տևում է 20 րոպե։ Իսկ միշտ է, որ մարդիկ Դիլվադոս գալիս են եւ տեղյակ են լինում Ախնաբադի եկեղեցու մասին, որը մեր դիմացն է, հիմա կտեսնեն մեզ հետևողները, թե լինում է, որ ուղղորդում եք նրանց։ Եվ նա, երկուսն էլ կա, միշտ անպայման ուղղորդում ենք, եթե չգիտեմ, բայց սովորաբար մարդիկ արդեն տեղանք հետազոտած են գալիս։ Իսկ հիմա շատ ընդունված են այդ pop-up նախաճաշերը, ընթրիքները, երբ որ մարդիկ հենց բնության գրկում են ուզում։ Արդյոք Դիլվադոս գալով հնարավոր է նաև օրինակ ինչ որ մի մասը ճաշկերույթի տեղափոխել այստեղ։ Այո, մենք անում ենք, օրինակ հատկապես ձմռան ամիսներին։ Ձմռանը։ Այո։ Ինչու՞։ Որտեղ ձմռանը շատ էկզոտիկ է։ Այստեղ նախաճաշել է։ Ուրեմն ոդկով ենք բարձրանում անպայման, մինչ այդ ձիով նախաճաշը բարձրացնում են տղաները, խարույկը վառում են եւ այնտեղ sense մեծ քոտուկ կա, այդ քոտուկի վրա, բայց կանգնած վիճակում էլի։ Նախաճաշ ենք սիրում սարքում, տնական։ Ու այդպես մարդիկ մեծ բավականություն են ստանում դրանից։ Ու շատ եմ ունեցել այդպիսի խմբեր։ Առհասարակ ինչու է կարևոր, որ մշակութային կոթողներին մոտ լինեն վայրեր, որտեղ մարդիկ կարող են նաև լիցքաթափվել, ճաշել։ Մեկը մյուսին օգնում է, թե խանգարում։ Ես օրինակ չէ ասի որ խանգարի իրար, բայց անկեղծորեն եմ ասում, այն որտեղ որ ես նախաճաշ եմ պատրաստում, ինքը վանկից բավականին հեռու է։ Ես դա նկատի չունեմ։ Օրինակ մարդը մի ժամանակ չկային, չէ, գաստրոբակեր, դեգուստացիայի կենտրոններ, մարդիկ գալիս էին օրինակ նման եկեղեցի կամ անտառ եւ պիտի ինչ-որ միտեղ գնային ճաշելու եւ չկար այդ տեղը։ Հիմա օրինակ կա Դիլվադոսը եւ արդյոք օգնում են մեկը մյուսին, որ մարդիկ իրենց օրը ավելի լիարժեք դարձնեն։ Ես ես հիմա հիմա հասկացա։ Ոնց կարող չօգնեն։ Իհարկե օգնում են, մեկը մեկին լրացնում, հա։ Գիտեք, որևէ բիզնես դա կապ չունի։ Դա ավելի շատ հետ կապված է ինքը տեղանքից։ Այսինքն, եթե դու տեղանքը լավը չի, ինչ բիզնես էլ ուզում ես դա դիր, էլի։ Ինքը այդ հաջողությունը չի ունենա։ Իսկ սա ինչ եմ ես ընտրել այս Աղավնավանքը, դուք որ ցույց տաք, արդեն պարզ կլինի մարդկանց, թե ես ինչ եմ ընտրել Աղավնավանքը։ Մեկը մեկին լրացնում է իհարկե, բայց հիմնականում ավելի շատ կարևոր է տեղանքը, թե դու որտեղից գտնվում։ Իսկ ինչքանով է կարևոր նման փոքր գյուղերում ունենալ նաև հյուրատներ։ Արդյոք կան Աղավնավանքում հյուրատներ։ Այո, իհարկե կան, հյուրատներ կան, բայց ավելի շատ պետք է։ Գյուղին շատ է պետք հյուրատներ, որովհետև
ամեն մի հյուրատուն չի կարողանում միանվագ օրինակ, չգիտեմ, 30 հոգի ընդունել կամ 50 հոգի ընդունել։ Դրա համար այդ խնդիրը ունենք եւ մարդիկ չեն ուզում, որ չէ տարբեր տեղեր լինեն իրենք։ Մի խումբը ուզում են մի տեղ լինեն։ Ես օրինակ ուզեի տեսնել նենց բիզնեսներ, որ չգիտեմ, կարողանան հյուրատուն ստեղծել, սարքել, որով միանվագ գոնե 30 հոգի կարողանան ընդունել։ Ինչ հրաշալի։ Շատ է պետք։ Ինձ շատ է պետք։ Եվ ես ում տեսնվեմ այդ եմ ասում, որ եկեք ներդրում արեք։ Եկեք ներդրում, քանի հողերը շատ չի թանկացել, եկեք ներդրում արեք, մի բիզնես ստեղծեք։ Իդեպ ասեմ երկու մեր մոտ եկան համտեսի, այս ռուս աղջիկները երկու, մի քանի ամիս հետո եկան տուն առան։ Մոսկվայից են եւ Մոսկվայից լրիվ տեղափոխվել են այս գյուղ։ Հիմա ինչ-որ փոքր հյուրատուն են սարքում, ինչ-որ փոքր իրանց բիզնեսն են դնում, ու միշտ այդ աղջիկները օրինակն են բերում, հայերն ասում չեք ամաչում, այդ ռուս աղջիկները Մոսկվա թողերը եկել են, դուք որևէ բան չեք ուզում ստեղծել։ Չեմ ուզում շատ այսպես բարձր հնչի, բայց իսկը Դիլվադոսը նաև այդ օղակն է դարձել մարդկանց գյուղի հետ կապելու, նույնիսկ այն մարդկանց, ովքեր կապ չունեն այս տարածաշրջանի հետ, միևնույն է գան, գյուղում ներդրումներ անեն եւ այդ կապը Դիլվադոս գյուղ, Աղնաբադի եկեղեցի մի տեսակ ինձ համար բավականին ցայտուն է։ Այո, Դիլվադոսը ունի իր դերը, անկեղծորեն, եւ կար մեր Ղաղամերիկ հուշարձանը միշտ իր խոսքերը, սենց այն որ ասում են ականջի սող է, ասում ինչն է մեր խնդիրը, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, ասում էր ինչն է մեր խնդիրը, որ մենք հայրենաճանաչ չենք, եթե հայրենաճանաչություն չկա, ուրեմն նաեւ հայրենասիրություն գոյություն չի կարող ունենալ։ Ու դա այդ իր ասացող տենց առաջնորդվելով ես այդ ինչ-որ մի փոքր, շատ փոքր է իհարկե, բայց ինչ-որ մի հարց ուզում եմ լուծած լինել։ Այս գյուղը գիտես ինձ համար ինչով է նաև շատ կարևոր, ես գիտեմ, որ այս գյուղի բնակիչները այն եզակի մարդկանցից են Տավուշի շրջանում, որ կատեգորիկ դեմ են ծառահատմանը, ու գիտեմ, որ գյուղացիները շատ ցավոտ են վերաբերում, երբ իրենցից մեկը կամ նման դեպքեր լինում են եւ ծառահատման խնդիր է առաջանում, շատ պատվախնդիր են ծառահատման հետ կապված, կա նման բան, թե միֆ է։ Չէ, միֆ չի, իհարկե կան նման բան, մեր գյուղացիները իրենց գյուղը շատ են սիրում, փայփայում են, գուրգուրում են իրենց գյուղի մասին, եւ գյուղը դա նշանակում է բնություն, ճիշտ է։ Եվ իրանք ամեն մեկը իր առանձին sense բնապահպաններ են։ Հետաքրքիր մի բան ասեմ, ներքևում հոսում է գետը, որը խմելու ջուր է եւ ամբողջ գյուղը օգտվում է այդ գետից եւ հանգիստ կարող ենք խմել։ Առնակ ես առաջարկում մենք միասին գնանք Աղնաբադի եկեղեցի, ես մի փոքրեցու մասին մի փաստ եմ կարդացել, չգիտեմ ինչքանով է ճիշտ, որ այն ստրատեգիական նշանակություն է ունեցել եւ Հաղարծնի ու Գոշի եկեղեցու հետ նույն հարթության վրա են եւ երբ Թշնամին հարձակվել է, որ 3 եկեղեցիներից մեկում որ կրակ է վառվել, մյուս 2 եկեղեցիները տեսել են եւ պատրաստվել են։ Ինձ թվում է այս պատմությունները դարձնում են այլ ավելի հետաքրքիր այցելությունները հենց նման վայրեր։ Առաջարկում եմ բոլորիդ, ովքեր չեն եղել Դիլիջանի Աղավնավանք գյուղում եւ չեն եղել Աղնաբադի եկեղեցում անպայման գալ։ Իսկ այս պահին մենք կարծում եմ զրուցելու շատ բան հատուկ մարդկանց համար չունենք, մնացած արդեն մեր ընկերական զրույցներն են։ Գնանք եկեղեցի, հետո դուրս կգանք։ Մնացածը հետո թող մարդիկ գան իրենց աչքերով տեսնեն, դե արի գնանք եկեղեցի։ Կացի։ Ասել, որ հրաշալի օր եմ անցկացրել, նշանակում է ոչինչ չասել։ Ես ուղղակի մաղթում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ դիտում են եւ այսօր դիտել են հաղորդումը Հայրենի դիալոգը, նրանք էլ ունենան բոլոր այն ապրումները, որ ես ունենում եմ ամեն անգամ Աղավնավանք գալիս։
Եղանակը արդեն մի փոքր սառն է եւ շատ ավելի հաճելի է դառնում։ Վերադառնանք դեպի Դիլվադոս եւ ես վայելեմ 1 բաժակ տաք մասուրով թեյ։ Գնանք։ Հացինք։ Այս գյուղը Հայաստանի ճգնաղ անկյուններից մեկն է։ Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած անկյուն իմ Հայաստանում։ Եվ ես այստեղ զգում եմ ինձ ինչպես տանը։ Ճանաչեք մեր երկիրը, բացահայտեք, շրջագայեք, տեսեք, պաշտպանեք։ Եվ միայն այդ դեպքում կարող եք ասել, որ սիրում եք Հայաստանը։